Իշխանությունները խնդիր ունեն բոլոր նրանց հետ, ովքեր ծառայում են հայրենիքին եւ ծառայություն են մատուցել։ Խնդրում ենք ներկայացեք։ Բարև ձեզ, Լևոն Գևորգյան։ Մենք բոլորս եկել ենք Սերոբ աղբոր համար, լեգենդար հրամանատարի աղբեր, լեգենդար հրամանատար։ Շատ ցավալի է, որ ազգի ուժեղներին տանում են, դադում են։ Մի մատ երեխեքին էլ հանում են պոստեր, հետևներից ասում են, խի մենք պետություն ունենք, էսի պետության տնազ է։ Հետի ասելու բան չի, ցիրուցան ալնում ես ազգը։ Վերջ պետք է դրվի այս ամեն ինչին։ Թորներից կարոտ ամբողջ զորքը Սերոբին է սպասում, իր հրամանին է սպասում, իր կարիքն են զգում ընդեր։ Այս պահին էլ չէ Սեփով ջոկատի տղաները ծառայություն են իրականացնում։ Ոնց, բոլորն էլ սպասում են Սերոբին։ Իր ներկայությունը մենակ այնտեղ հերիք է։ Իր ոգեշնչում, իր ներկայությունը հենց ոգեշնչում է արդեն ամբողջ զորքին։ Շատ ցավալի է, շատ, որ մեր ազգը այս վիճակում է գտնվում։ Ձեր կարծիքով ինչու են հենց այսպիսի ճանապարհ անցած մարդիկ հայտնվում իշխանության թիրախում, որտեվ Սերոբ Գասպարյանը ինքը հրամանատար է, իր եղբորորդին կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Դե իրանք շնորհակալությունը եփ են հայտնել Ռուստամից։ Պետք է գային խոնարհվեին Շիրիմի դեմը, որ մեր ազգը տենց տղեր կա տվել։ Շնորհակալության փոխարեն աղբորն են տարեբռնում։ Միգուցե թուլացնում են, էսի լավ հետևանք չունի։ Ադրբեջանի հետ խաղաղության գնալուն ընթരാճ։ Դե ով է հավատում Ադրբեջանին, քուրս, ով է հավատում։ Պարզվում է, որ Հայաստանի իշխանության վերին օղակներում հավատում են խաղաղությանը։ Պատկերացրեք, իրենք կրակում են, Հայաստանի իշխանությունները արդարացնում են, թե մեր ուղղությամբ չէ, անկանոն կրակոցներ են։ Թուրքը միշտ դիվանագետ է, սողուն ազգ է թուրքը, որ պահին իրան ոնց պետք է, տենց է խոսում, որ պահին պետք չի, ինչ ուզի անում է մեր ազգի գլխին։ Մենք էլ պարակտվել ենք, սաղ ազգը հեռացել է իրարից, ցիրուցան է։ Այսինքն լիդերներին տանում դադում է, մնում են այս անզոր ժողովուրդը, մի մատ երեխեքին էլ հանում է պոստեր, հետևներից էլ ասում է, մենք պետություն ունենք, էդի ասելու բառը, էդի պետության տնազ է ասում է, էդի ասելու բառը, ղեկավարի բառը էդի։ Չէ որ ինքը պետք է ուժեղ լինի, ղեկավարը, որ ազգը իրան ուժեղը զգա։ Ես չեմ հասկանում, անհապաղ Սերոբին հանել է պետք ստից, որովհետև ամբողջ զորքը իրան է սպասում։ Խնդրեմ։ Խնդրում ենք ներկայացեք։ Ստեփանյան հարություն ազատամարտիկ։ Այս գործի վերաբերյալ ինչ կարող եք ասել եւ պարբերաբար խափանման միջոցը չեն փոխում, միթե Սերոբ Գասպարյանը այդքան վտանգավոր է եւ միթե նա հայրենիքի համար այդքան ծառայություն մատուցած չունի, որ գոնե խափանման միջոցը ամենածայրահեղ խափանման միջոցը չընտրվի։
Ես գործը հենց ամենասկզբից շինծու գործ է եղել, որտեղ Սերոպի պես ազգասեր հայրենանվեր ու նվիրյալ հայ որդի չէր կարա աներեն ինչ-որ համար, որ ինքը այսօր մեղադրվում է։ Սերոպի երևի միակ մեղադրանքը նրանում է, որ ինքը իր երկիրը, իր հողը ջուրը, իր հայրենիքը շատ է սիրում ու իր հայրենիքի սերունդի համար է հոգ տանում իր կյանքի գնով։ Ինչ որ վերաբերվում է դատավարությանը, մենք դեռ հույս ունենք, որ դատը արդար կլինի ու Սերոբ Գասպարյանին բաց կթողեն, որտեվ 7 ամիս է այդ մարդը իր ընտանիքից կտրված, իր թոռներից կտրված, որ իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին, ինչպես նաև Ռուստամ Գասպարյանը, Ռաֆոն, բոլորներ իրանց կյանքը զոհաբերել են Հայաստանին։ Այսօր այդ ընտանիքը նվիրված է եղել իր երկրին։ Հիմա Սերոբ Գասպարյանը դատվում է նրա համար, որ ինքը իր երկիրը շատ է սիրում։ Իսկ երկիրը սիրելու համար չի կարելի դատել։ Դատել մի հրամանատարի, որը գործող հրամանատար է, զորքը այսօր սահմանապահում ու իր հրամանատարի կարիքն է զգում։ Իսկ հրամանատարներին վերցնել ու շինծու գործով փակել, դա արդարացի չի։ Ու մեր այսօրվա այստեղ հավաքվելը խոսում է նրա մասին, որ մենք պահանջում ենք արդարացի դատավարություն եւ պահանջում ենք Սերոբ Գասպարյանին ազատ արձակել։ Ներողություն, իսկ սա կոնկրետ Սերոբ Գասպարյանի անձի դեմ է ուղղված, թե կռվող մարդկանց, որ տեսեք, եթե դուք շարունակեք կռվել, պայքարել, ձեզ բոլորիդ նույնն է սպասում։ Սերոբ Գասպարյանի անձի մասին չի խոսքը, խոսքը գնում է բոլոր այն անձանց մասին, ովքեր որ պայքարում են։ Սերոբ Գասպարյանն է, Պավլիկ Մանուկյանն է, ովքեր որ պայքարում են իրանց ազգի համար, բոլորի անձի դիմաց ինչ-որ շինծու գործեր է կատարվում։ Այսինքն ընդհանուր առմամբ մարտունակության, բանակի մեջ Այո, ուզում են մարտական ոգին, այն տղաները, որ նվիրյալ են իրանց ազգին, իրանց երկրին, իրանց պետականությանը եւ արժանապատվությանը, այդ մարդկանց ուզում են կոտրած լինեն։ Բայց ասենք ազգի մեջ շատ կան Սերոբ Գասպարյանի նման նվիրյալներ շատ կան, որ չես կարող մեկին, երկուսին ասենք շինծու գործով փակելով մնացածի ոգին կոտրես։ Միշտ էլ մայրերը ծնել են հայրենասերներ, միշտ էլ մայրերը ծնել են նվիրյալներ։ Ու այդ նվիրյալների պայքարը միշտ էլ շարունակվելու է, քանի մեր ազգային ինքնասիրությունն ու արժեքները չի վերականգնվել։ Այսինքն 1-2 հոգի նվիրյալներին փակելով դա չի նշանակում, որ ժողովրդին կարած լռեցնես։ Ժողովուրդը էլ իր խոսքը ասելու է, իր արդարությունը պահանջելու է ու մենք պետք է հասնենք այնտեղ, որ մեր հերոսները, մեր կենթանի հերոսները, նվիրյալները լինեն մեր կողքին, ժողովրդի կողքին եւ մեր ժողովուրդն էլ իր խոսքը պետք է ասի։ Ոչ թե միայն մարտական ընկերները կամ նվիրյալները, այլ ժողովուրդիկն էլ իր խոսքը պետք է ասի, որ այսօր այդ մարդիկ են պահում մեր սահմանները։ Կռված տղեն է պահում ազգի արժանապատվությունը, իր կյանքի գնով։ Բոլորը ունեն ընտանիք, երեխեք, բայց հենց ազգը վտանգի մեջ հանգնում, իրանք թողնում են ամեն ինչ, զենքը վերցնում են, գնում են պատերազմ, ինչի համար, ազգի պատիվը պահելու համար։ Ու այսօր մենք այս մարդկանց դատում ենք, ուր մնաց արդարությունը։ Շնորհակալություն։